Սիրելի հեռուստադիտողներ, կրկին ուրբաթ երեկո, կրկին եթերում է քաղաքական զրույցներ հաղորդաշարը։ Շատ կուզենայի, որ այս հարցը, որ այսօր քննարկելու ենք, քաղաքական չլիներ, բայց ցավոք սրտի այսօրվա իրականության պայմաններում քաղաքականացվեց եւ քաղաքական իշխանությունների կողմից նախաձեռնած քաղաքական գրոհի թիրախ դարձավ Հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցին։ Այսօր մեր տաղավարում խոսելու ենք եկեղեցու որպես ինքնավար կառույցի խորքային էության, Հայաստանի քաղաքական իշխանությունների կողմից նախաձեռնած իմ եւ շատ շատերի կարծիքով քաղաքական հալածանքների, քաղաքական գրոհի, իրանց կարծիքով եկեղեցու վերափոխման, շարժման եւ վերջիվերջո ընդհանրապես հայ առաքելական, հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու պատմական առաքելության մասին։ Այսօր ուրախ եմ մեր տաղավարում ողջունել Մայր Աթոռի Մատենադարանի եւ հրատարակչության տնօրեն Արարատ Քահանա Պողոսյանին։ Օրհնեցեք Տեր Հայր, Աստծորտի։ շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Անկեղծ չի ուզենա, որ երբևիցե եւ որևէ հայ, հավատացյալ հայ չի ուզենա, որ եկեղեցին դառնար իշխանությունների քաղաքական գրոհի թիրախ եւ մենք խոսեինք պետական քաղաքականության եկեղեցու դեմ։ Չի ուզենա, որ նման բան լիներ։ Բայց մենք սա տեսնում ենք։ Մենք տեսնում ենք, ինչքան էլ իշխանությունների ներկայացուցիչները ասեն, որ չէ, եկեղեցին մեր համար սրբազան է, մենք եկեղեցու հետևորդներ ենք, մենք հանցագործություններ կատարած եկեղեցականների դեմ են, որովհետև բոլորս հավասար ենք, մենք եկեղեցու վերափոխման կողմնակիցներ ենք։ Սա է իրականությունը, որը ստեղծվել է եւ խուսափել չեն կարող։ Եվ եթե նայենք ամբողջ այս շարժման զարգացումը, գոնե վերջի 8 տարիների ընթացքում, ինքը հիմնված է կեղծ թեզի վրա, որ Նիկոլ Փաշինյանը շրջանառում էր դեռ տարիներ առաջ, Պապ Թագավորի պատմության իրենց խիստ էկլեկտիկ մեկնաբանության վրա եւ այն սոփեստության վրա, որ երբ եկեղեցին ուժեղ էր, պետություն չկար։ Դա մենք բոլորս ենք հասկանում, որ եկեղեցին պետության դեր էր կատարում, երբ պետություն չկա, եւ եկեղեցին թուլանում էր, երբ կար պետություն, ինքնիշխան կամ թեկուզ սատրապ կարգավիճակով։ Եվ հետեւաբար ինքը փորձեց ստեղծել այս անտագոնիզմը։ Եկեղեցին ուժեղանում է, պետությունը թուլանում է։ Հետեւաբար, որ պետությունը միշտ լինի ուժեղ, ուրեմն եկեղեցին պետք է լինի թույլ, եւ եկեղեցին ուղղակի իհարկե չեն ասում, բայց վերահսկվելու է պետության կողմից։ Չնայած էլ եմ ասում, ուղղակի չեն ասում, բայց ուղիղ խոսքը գիտեք ում են ասում։ Եվ ըստ այդմ կցանկանայի խոսենք եկեղեցու ինքնավար կարգավիճակի եւ եկեղեցուն որպես խիստ ինքնավար յուրօրինակ ինստիտուտի մասին։ Դա որ ասում են եկեղեցին ինչպես կարող է պետության ներսում պետություն լինի։ Եկեղեցու առաքելության եւ եկեղեցու կառավարման կանոնների մասին սկսենք խոսել, հետո անցնենք այլ թեմաների։ Շնորհակալություն հրավերի համար եւ անդրադառնալով ձեր հարցադրմանը, առաջին բանը, որ կարող ենք շատ հստակ արձանագրել, եկեղեցին վերպետական կառույց է։ Եկեղեցին հիմնել է ինքը մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոս։ Եկեղեցու գլուխը հանդիսանում է Հիսուս Քրիստոս։ Եվ իր աշակերտների, առաքյալների միջոցով քարոզչությամբ հիմնվեց տարբեր երկրներում եպիսկոպոսական աթոռներ, եկեղեցիներ։ Եվ դրանցից մեկը Հայքում, Հայաստանում Թադեոս եւ Բարթոլոմեոս առաքյալների քարոզչությամբ հիմնված եպիսկոպոսական աթոռի ուղիղ ժառանգորդն է Հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցին։ Իսկ 4-րդ դարի սկզբին 301 թվականին, ինչպես ամենքս գիտենք, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը ձևավորեց եկեղեցու նվիրապետական կառույցը եւ նրա ջանքերի շնորհիվ հայոց արքան դարձ եկավ եւ քրիստոնեությունը հռչակվեց պետական կրոն առաջինը լինելով հայոց աշխարհում։ Եվ այս իմաստով Հայաստանյաց առաքելական եկեղեցին երբևէ
որևէ կառույցի, որևէ պետության ենթակա կառույց չի եղել, քանի որ եկեղեցին ի սկզբանե գործելով անշուշտ պետության սահմաններում եւ սահմաններից դուրս առաջնորդվել է եկեղեցուն հատուկ, ոչ միայն հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, այլ ընդհանրապես ընդհանրական եկեղեցուն հատուկ տեղական, տիեզերական եւ ազգային եկեղեցական ժողովների կանոններով։ Այդ կանոնները գործում են առ այսօր եւ եկեղեցին այսօր եւս խիստ ինքնավար կառույց է, ինչպես նշեցի, վերպետական կառույց է եւ եթե գնանք ավետարանական ճշմարտություններին, երբ Քրիստոսին նմանատիպ հարցեր են տալիս, նա պատասխանում էր, որ կայսերը կայսեր, Աստծուն Աստծուն, իսկ ավելի որոշակի ասում էր իմ իշխանությունը այս աշխարհից չէ։ Եկեղեցու իշխանությունը այս աշխարհից չէ։ Հետևաբար եկեղեցին վերպետական կառույց է եւ չունի այս իմաստով սահմաններ, որոնք հատուկ են ազգային պետություններին, հատկապես մեր օրերում։ Իսկ եթե մասնավորեցնենք հայ առաքելական եկեղեցու պարագային, քանի որ ամբողջ մոլորակով մեկ դժբախտաբար կամ բարեբախտաբար սփռված է ամբողջ հայությունը, գրեթե ամեն տեղ ունենք հայկական համայնքներ եւ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին իր 4 նվիրապետական աթոռներով եկեղեցու կարգած ու կանոնած համաձայն գործում է իր անկախությունը, իր ինքնավարությունը պահպանելով ու պաշտպանելով բոլոր տեսակի քաղաքական իշխանություններ կլինեն, պետական իշխանություններ կլինեն եւ դա դարեր շարունակ մեր առաքելության կարևորագույն մասն է եղել։ Շատերն են փորձել մեր եկեղեցուն կրոնական, քաղաքական իմաստով ենթարկեցնել, բայց եկեղեցին դարեր շարունակ մաքարել է եւ առ այսօր հայոց եկեղեցին կանգուն է եւ ինքնավար։ Տեսեք, Տեր այր, իհարկե եկեղեցին ի վերուստ տրված է եւ ծագումը այս աշխարհից չէ, բայց գործում այս աշխարհում։ Եվ ստեղ որոշ ուժեր քաղաքական մեծամասնությունը կոնկրետ եւ իրենց սատելիտները ինչ են ասում են, եթե որևէ հաստատություն գործում է երկրում, ինքը չի կարող երկրից վեր լինել։ Ոչ թե այն պատճառով, որ բոլորս ֆիզիկայի օրենքներին ենք ենթարկվում, այլ որովհետեւ ոնց կարող է հանկարծ եկեղեցում աշխատանքային օրենսգիրքը չգործի, հարկային օրենսգիրքը չգործի։ Հիմա որ նայում ես, իհարկե աբսուրդ է։ Շատ պնդումներ աբսուրդ են։ Ես մի քանի առաջ եվրոպացի падգամավորների էի ասում, դու ավստրիացի ես։ Հիմա պատկերացրա Հռոմի պապը կարդինալներից մեկին կարգալույծ անի։ Կգնա կարող է կարդինալը գնա դատարան եւ պահանջի վերականգնվել։ Հիմա ծիծաղ է դա առաջացնում, բայց քանի որ մեր մոտ կավկայիզմն է ամբողջ շրջանը, ասում տիրում է կավկայիզմը, մեր մոտ այդ աբսուրդը կա։ Եվ այդ մեղադրանքները կան, որ չէ, եկեղեցին չի կարող օրենքից վեր լինել։ Ես ցանկանում եմ մի քանի մեկնաբանություն այսքան այդ եկեղեցին որ օրենքն է խախտել։ Ինչով է ըստ իրենց եկեղեցին պետությունից բարձր կամ իրեն գոնե փորձում են ներկայացնել եկեղեցին որպես աշխարհիկ օրենքներից բարձր կառույց։ Անշուշտ օրենքի առաջ բոլորը հավասար են։ Որևէ պետական օրենք եկեղեցական կլինի, եկեղեցու կառույցը կլինի որպես այդպիսին, չի կարող խախտել օրենքը եւ չի կարող գտնվել բացառիկությունների շարքի մեջ։ Բայց սա չի նշանակում, որ եկեղեցին չունի ներքին կանոնակարգ, չունի ներքին կանոններ, որոնք մեր ներքին կյանքի կարգավորման դարերով եկած եւ պատմական փորձառությամբ սրբագործված մեր այսօրվա կյանքը կարգավորող իրողություններ են։ Մեղադրել եկեղեցուն նրա մեջ, որ եթե պետության մեջ եք, ուրեմն հաշվետու պիտի լինեք պետությանը, դա անհիմն մեղադրանք է, որովհետև եկեղեցին այն մասով, որով որ պետք է հաշվետու լինի պետությանը, այսպես թե այնպես հաշվետու է եւ այդ ոլորտները, որոնք պետությանը վերաբերում են, դրանք բոլորը թափանցիկ են։
եւ պետությունը առանց որևէ մեկի միջամտության եւ որևէ մեկի ներկայացրած հաշվետվության արդեն ինքնին իր գործիքակազմով կարողանում է ստուգել եւ տեսնել այդ ամենը։ Իսկ այն ներեկեղեցական փոխհարաբերությունները, որոնք կարգավորվում են մաքուր եւ զուտ եկեղեցական օրենքներով, դրանք չեն կարող միջամտության առարկա լինել պետության կողմից, քանի որ նույն պետության օրենքները եւ մայր օրենքը հատկապես ընդգծում են, որ եկեղեցին եւ պետությունը անջատ են միմյանցից եւ փոխադարձաբար չեն կարող միջամտել ներքին իրենց գործերին։ Եվ այս իմաստով Հայաստանյաց եկեղեցին նաեւ ունի հաստատված կանոնադրություն, որը հաստատված եւ ընդունված է նույն պետության կողմից, ըստ որում հենց նույն կանոնադրությունն է շեշտում, որ միայն ամենայն հայոց կաթողիկոսը կարող է նշանակել առաջնորդ, հարկ եղած դեպքում հետ կանչել այդ պաշտոնյային եւ պետությունը այստեղ չի կարող այն ձեռնադրությունների հետ կապված խնդիրները ճանաչել, չճանաչելու կարգալուծությունները կամ պաշտոնից ազատելու ինքը պատճառաբանելով աշխատանքային օրենսգրքի խախտումները աշխարհիկ մտածողությամբ միջամուխ լինելու եկեղեցու բուն առաքելությանը, խաթարման այդ առաքելությանը եւ իրեն վերագրելու այնպիսի լիազորություններ, որոնք տրված են բացառապես եկեղեցու նվիրապետերին եւ եկեղեցական բարձրագույն ժողովներին։ Ես ձեզ մի հարց տամ, դուք տեղյակ եք արդյոք, օրինակ, այս վերջի տարիներին չգիտեմ, տարբեր աղանդներ կամ կրոնական կազմակերպություններ, որ իրանք են իրենց կոչում, չգիտեմ, կյանքի խոսք, 7-րդ օրվա ադվենտիստներ, Քրիստոսի վերջին օրերի սրբեր, Եհովայի վկաներ, օրինակ իրենք իրենց նշանակումները օրենքով են արել, կամ հետաքրքրում է արդյոք այս իշխանություններին, թե նշանակումները, կամ եթե օտարերկրացի այստեղ գալի եւ քարոզչություն է անում, համապատասխանում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային կամ հարկային օրենսգրքին, տեղակ եք ընդհանրապես։ Ես վստահ եմ, որ իրենք այն կերպով ինչ ձևով որ վարվում են այսօր հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետ Հայաստանում, նույն կերպ չեն կարող վարվել որևէ կրոնական կազմակերպության հետ։ Հայաստանում գործում է շուրջ 60 կամ 60-ից ավել կրոնական գրանցված կազմակերպություն։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ նրանցից ոչ մեկի նկատմամբ չեն կարող նույնիսկ վարվել այնպես, փոքր ինչ նույնիսկ, ինչպես որ այսօր իրենց թույլ են տալիս վարվելու այնպիսի մի եկեղեցու հետ, որը պատմական իր առաքելությամբ եւ այսօր, ոչ միայն պատմական, այսօր իր ունեցած առաքելությամբ ազգապահպան, հոգեփրկչական անհամեմատ մեծ ներդրում ունի հայ ժողովրդի եւ հայ պետականության պահպանման, վերակերտման, զորացման, հզորացման գործի մեջ։ Տեսեք, որպես հայ, որպես քրիստոնյա, որպես թե հորական կողմից, թե մորական կողմից հոգևորականների ժառանգ, իրոք այս վերաբերմունքը իմ համար գիտեք ցավ է պատճառում, ոչ թե նույնիսկ զայրույթ, այլ իրոք ցավ է պատճառում, որովհետև ես հաճախ այցելում եմ այրաթոռ պատարակների մասնակցեմ ես եւ իմ գործընկերները եւ ինձ լրագրողներն ասում են, ես եկել եք որ, ասում եմ, չէ, ժողովուրդ, սա ես որպես քրիստոնյա միշտ եմ եկել, այս տարեքից ծնողներս տանում էին ինձ պատարակի, երբ ես հանրային հետաքրքրություն չէի ներկայացնում, ես մասնակցում էի։ Պատարակը չի կարելի քաղաքական պերֆորմանսի վերածել, ոնց որ իրանք են անում։ Ուզեմ հասկանամ լավ, այս ատելությունը մայր աթոռի կամ այս ճշնամական վերաբերմունքը ինքը ինչով կարող է պայմանավորված լինել, կամ այս գիտեք տանել ինչ որ անհասկանալի ըստիս կռապաշտական ծես անել, որովհետև թե դու զեղչում ես ինչ-որ մի բան կանոնից, չէ, դու չես կարող ոնց ասեմ, բորշի մեջ եղինջ լցնել, ասել սա բորշ է, չէ, որ բորշի մեջ եղինջ ես լցնում, կամ եթե բորշի մեջից կաղամբը հանում ես, դա արդեն հազար ներողություն ես օրինակի համար, էլի հազար ներողություն եմ խնդրում։ Հիմա եթե դու զեղչում ես եւ փոխում ես պատարակի տրամաբանությունը, չես կարող դա պատարակ կոչել։ Ինչն է պատճառը։ Արդյոք իրանք իրոք կարծում են, որ եթե եկեղեցին հզորանա, պետությունը կթուլանա։ Միթե չեն հասկանում, որ պատմականորեն եկեղեցին եւ պետությունը պետք է իրար ուժեղացնեն։
Նայեք, եկեղեցին երբևէ հայոց պետականության հետ Հետ չի այսքան եղել։ դարերի ընթացքում հակամարտության մեջ չի եղել։ Ես ուզում եմ շատ հստակ ասենք, որ եկեղեցին պետության մեջ երբևէ հակամարտության մեջ չի եղել։ Եկեղեցին, այո, եղել է հակամարտության մեջ իշխանությունների հետ տարբեր դարաշրջաններում ակնհայտ մենք պատմագրական վկայություններ ունենք եկեղեցու եւ տարբեր իշխանների, թագավորների հետ հարաբերությունների լարման, սրացման, վատ անցանկալի դեպքերի, դրանք արձանագրված են։ Ինչ վերաբերում է մեր օրերում, թե ինչու է այսպես, կարծում եմ սրա մասին հանրային քննարկումները բազմաթիվ եղել են, խոսքը գնում է 2025 թվականի մայիսին, երբ Վեհափար Հայրապետը Ժնևում մասնակցեց Արցախի նվիրված մի գիտաժողովի եւ այնտեղ հանդես եկավ ելույթով։ Կարծես թե հենց իշխանությունների այսօրվա վերաբերմունքի մեկնարկը տրվեց այդ օրվանից, թեև մինչ այդ էլ որոշակիորեն լարվածությունը եկեղեցու եւ իշխանությունների միջև ակնհայտ էր, սակայն այն կարմիր գծերը, որոնք հատվեցին 2025 թվականի մայիսից հետո, պայմանավորված էր եւ հանրային շատ գործիչներ, մասնագետներ վերլուծել եւ այդ մասին եւ գրել են եւ հեռուստաեթերներով հայտարարել, որ ժամանակագրությունը այդպիսին է, մայիս ամսից սկսած խստացվեց եկեղեցու նկատմամբ վարած իրենց, այսպես ասենք, հալածողական քաղաքականությունը, սակայն եկեղեցու դռները միշտ այսօր էլ բաց են իր բոլոր զավակների համար։ Այո, ես ուղղակի հիշեցնեմ մեր հեռուստադիտողներին, որ մայիսին Ժնևում շվեյցարական խաղաղության նախաձեռնության շրջանակներում Վեհափար Հայրապետի մասնակցությամբ, նաև Շվեյցարիայի կաթոլիկ եկեղեցու ովապետի եւ եկեղեցիների համաշխարհային խորհրդի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ խորհրդաժողով, որի հիմնական թեման Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքն էր եւ Արցախում հայ մշակութային եւ կրոնական ժառանգության պահպանությունն էր։ Դրան հետևեց Ալլահ-Շուքյուր Փաշազադեի լկտի հայտարարությունը, որ հայ եկեղեցին ռևանշիստ է, եւ դրան հետևեց Նիկոլ Փաշինյանի գրառումը, չգիտեմ ինչպես գնահատեմ, լավ, ոչ պարկեշտ գրառումը եկեղեցու բարձրաստիճան ծառայողների մեկի հասցեին, այսինքն դասական ֆորմատով վարկաբեկել, անձը վարկաբեկել եւ անձի վարկաբեկման միջոցով վարկաբեկել ինստիտուտը։ Եվ սա մենք կարմիր գծով տեսնում ենք, չի ասում ենք, մենք ոչ թե Վեհափար Հայրապետի պաշտոն բառը չասեմ, թե Վեհափար Հայրապետին ենք դեմ, այլ այսինչ մարդուն, ոչ թե թեմի առաջնորդին, այսինչ մարդուն եւ անաբոթաբար ավազանի անունով են կոչում։ Եկեղեցում պետք է ասել, որ եթե խոսքը վերաբերում է ամենայն հայոց կաթողիկոսին, իրենք անշուշտ անցել են անձնական դաշտ եւ բոլոր կարմիր գծերը հատում են ամեն օր եւ ամեն օր ավելի խորացնում այդ բաժանումը եկեղեցու եւ իրենց միջև որպես անձեր, սակայն պետք է ասել, որ ամենայն հայոց կաթողիկոսը հայ ժողովրդի միասնության խորհրդանիշն է։ Ուրեմն իրենց վարած քաղաքականության արդյունքում կարծես թե ավետարանական մի ճշմարտություն է ի հայտ գալիս, որտեղ ասում է. հարվածում ես հովին, հոտը ցրվում է։ Հայոց եկեղեցու առաջնորդը եւ հովիվը ամենայն հայոց կաթողիկոսն է։ Չես կարող դու ինքդ քեզ համարել մի հոտի անդամ, բայց հարվածել հովին։ Այս դեպքում ամենայն հայոց Հայրապետը, ինչպես նշեցի, ողջ հայության միասնության խորհրդանիշն է եւ շատ գեղեցիկ ձևակերպում կա, որ Գևորգ Չորեքչյան կաթողիկոսն է ձևակերպել, որ ամենայն հայոց Հայրապետը անց չէ, այլ հայրապետական գաղափարի մարմնացում։ Դուք չեք կարող այդ գաղափարը դնել հարվածի տակ եւ պատճառաբանել, որ մենք գաղափարի հետ կապ չունենք, այլ մեր խնդիրը անձերի հետ է։ Մենք սա պետք է քաջ գիտակցենք եւ ժողովուրդն էլ պիտի գիտակցի, որ այն թեզը, որ իբրև թե անձերի մասին է, այդպես չէ։ Հատկապես ամենայն հայոց կաթողիկոսի պարագային, ինչպես նշեցի, նա կաթողիկոսական
գաղափարի մարմնացում է հայոց հայրապետը, բացի դա նաև հայ ժողովրդի միասնության խորհրդանիշն է եւ այդ ամենին հարվածել նշանակում է հարվածել հենց այդ գաղափարը, ոչնչացնել այդ գաղափարը, իսկ առանց հովի հոտը պիտի ցրվի, եթե սա է իրենց ուզածը կարող են շարունակել, բայց մեկը ձախողելու է։ բնականաբար ավետարանը ասում է, որ հովիվը քաջ ճանաչում է իր հոտին եւ ճանաչվում է իր հոտի կողմից եւ ուրախություն է փաստել, որ այո, Վեհափառ հայրապետը որպես քաջ հովիվ այսօր առաջնորդում է մեր Սուրբ եկեղեցին, ճանաչում է իր հոտին եւ ճանաչված է իր հոտի կողմից։ Եվ ովքեր որ նույն ավետարանն է ասում, ովքեր որ մտնում են եկեղեցին, այսինքն փարախ են մտնում պատուհանից, նրանք գող են ու ավազակ։ Իսկ քաջ հովիվը ներս է մտնում դռնից եւ մենք կարող ենք ինքներս համադրել այս ժամանակագրությունը եւ տեսնել ով է գող ու ավազակի նման մտնում եկեղեցի, իսկ ով դռնից մտնում եւ որպես քաջ հովիվ առաջնորդում իր հոտը։ Հիմա պատուհանից կարող ես մտնել ոչ միայն գառ փախցնելու համար, այլ նաև գառների միջոցով հովի դեմ ինչ-որ ապստամբություն կազմակերպելու համար։ Եվ կարծում եմ ինչ-որ տեղի է ունենում հենց դրա վկայություններից մեկն է եւ շատ կարեւոր էր Ավստրիայում տեղի ունեցած եկեղեցական հավաքը եւ իշխանությունների կողմից փորձերը խոչընդոտելու հավաքի սկզբից ժողովի իհարկե հավաքի անցկացումը։ Մենք տեսանք, որ տեղի ունեցավ հավաքը եւ բոլոր նրանք, ովքեր ի վիճակի էին ճամփորդելու, չունեին այս իշխանությունների կողմից ելքահարկելված չէր, ես գիտեմ, որ եպիսկոպոսներից մեկն էլ հիվանդ էր այդ օրերին, հիվանդանոցում բուժում էր ստանում։ Հավաքի մասին, եթե կարող եք մեր հեռուստաընկերություններին մի քանի խոսքով ներկայացնել, որովհետև հայտարարություն ուղերձը, որ հղվեց, իհարկե շատ կարևոր է, շատ խորը բովանդակություն ուներ, բայց եթե կարողանանք համառոտ դրա մասին նաև ներկայացնել, որտեղ սրանով գոնե իմ կարծիքով եկեղեցին մի ճակատով հանդես եկավ եւ ասաց, որ բոլոր փորձերը եկեղեցին ներսից տրոհելու ոչ միայն ձախողվելու են, այլ նաև արդեն ձախողվել են։ Այո, Ավստրիայում տեղի ունեցած եպիսկոպոսական հավաքը վառ վկայություն էր, որ եկեղեցին միասնական է։ Սա բացարձակ եկեղեցու միասնության վառ դրսևորում էր, որովհետև այդ 25 եպիսկոպոսները, թեև մեր ամենայն հայոց կաթողիկոսության ներքո գտնվող եպիսկոպոսների կարելի ասել ուղիղ կեսն էին կազմում, բայց մենք գիտենք մնացյալ կեսը ինչ հանգամանքներում է, որ չեն մասնակցել։ Այս 25 եպիսկոպոսների տարածած հայտարարությունը չափազանց կարևոր էր, որ շեշտում էր, որ մեր եկեղեցին երբևէ որևէ օտար ուժի չի ծառայել, չի ծառայում եւ չի ծառայելու։ Շեշտում էր այս հայտարարությունը վերահաստատելով իր ուխտը Սուրբ Էջմիածնին, ամենայն հայոց կաթողիկոսին։ Շեշտում էր այս հայտարարությունը, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցու հավատքը դա մեր առաքելական ուղղափառ Սուրբ հավատքն է, որ մենք ժառանգել ենք մեր հայրերից եւ այսօր եւս անաղարտ պահում ենք փոխանցելու հաջորդ սերունդներին։ Շատ կարևոր հայտարարություն էր, եպիսկոպոսատ ժողովներ ընդհանրապես եկեղեցու կյանքում լինում են եւ նույնիսկ առաքելական շրջանից սկսած եկեղեցու համար խորտ չէ եպիսկոպոսատ ժողով անելը եւ նույնը նաեւ մեր օրերում եպիսկոպոսատ ժողովները կարևոր են, որովհետեւ եպիսկոպոսները լինելով առաքյալների հաջորդները, եկեղեցու իշխանները, իրենք կազմակերպում են եկեղեցու կյանքը։ Եվ որպես նաև թեմակալ առաջնորդներ, բարձրագույն իշխանության եւ շնորհի կրողներ, իրենք են կազմակերպում եկեղեցու կյանքը առաջնորդ ունենալով նվիրապետին, տվյալ դեպքում ամենայն հայոց կաթողիկոսին։ Եվ այս ժողովը չափազանց կարևոր էր։ Անշուշտ ժողովի նշանակությունը իջեցվեց ձեր նշած հանգամանքով պայմանավորված, ժողովը կանոնական մարմնից, այսպես որոշում կայացնող մարմնից վերածվեց հավաքի խորհրդակցական մարմնի, սակայն նրանց տարածած հայտարարությունը, առաջարկները եւ երևույթը ինքնին խոսում էր նրա մասին, որ եկեղեցու
եւ թիկունքը, եւ դիմացը, եւ ներսը ամուր է, կուռ է եւ միասնական, եւ բոլոր փորձերը նմանվելու են բռունցքով մեխին հարվածելուն։ Եթե մարդիկ կան, որոնք կարող են փորձել դա կամ փորձել են, իրենք անշուշտ դեմ են առնելու այն ժայռին, որ եկեղեցին միշտ կարողացել է առաջնորդել դեպի խաղաղ ժամանակներ։ Տեր այդ, շատ կարևոր բան ասեցիք օտարերկրյա միջամտության մասին։ Հիմա ինչից սկսեց եկեղեցու նկատմամբ իշխանությունների, ոչ թե պետության, որտեղ պետությունը մենք ենք, այլ իշխանությունների, մենք նկատում եմ ամեն ժողովուրդ, այլ սկզբից փորձեցին վարկաբեկել, չէ, ինչ որ անամոթ գրառում, հետո ինչ որ տեսաերիզ, որը բոլոր փորձագետները, որ պատասխան է տվել պաշտոնական, ասել են, որ սա իրականության հետ որևէ կապ չունի։ Սկզբից գնաց այդ վարկաբեկման արշավը, հետո հասան վեհափառ հայրապետին, բայց տեսան, որ դա ժողովրդի մեջ շատ մեծ բացասական էմոցիաներ է առաջացնում։ Անցան փորձեցին հալածել, որտեվ շողակաթը եթերից զրկելը չես կարող կապել անձի հետ, դա եկեղեցու դեմ է, գնդերեցների ստորաբաժանման լուծարումը դա եկեղեցու դեմ է, դա անձանց խնդիր չէ, կամ հողային օրենսգրքի փոփոխությունները, որոնք պարբերաբար անում են, դա էլ օգուտ չի տալիս։ Հիմա տեսեք ինչ թեզեր են տարածում օտարերկրյա ազդեցության մասին։ Եվ ինչն է հետաքրքիր, ասում են, այ տեսեք, հայաստանյաց առաքելական եկեղեցին ներկայացնում են որպես ուղղափառ եկեղեցի։ Այսինքն ակնհայտ է ինչ են այդ ուղղափառի մասին խոսում, այլ ոչ թե օրինակ հայ կաթողիկե առաքելական, չէ, ասում են նաև պատարակներ, եթե գան լսեն, կհասկանան։ Նա կաթողիկե բառի մասին չեն խոսում, բայց ուղղափառի մասին խոսում են եւ կապը ակնհայտ է։ Եվ սրանով իհարկե փորձում են թե ներսում եւ թե մասնավորապես դրսում ինչ որ կապ ստեղծել, ցույց տալ, կեղծ ասոցիացիաներ ստեղծել։ Այ եթե կարողանանք մի քանի խոսքով նաև մեր ժողովրդին հասկացնել, ներկայացնել, թե վերջը ինչ ենք մենք կոչում ուղղափառ եկեղեցի։ Եվ արևելյան ուղղափառ եկեղեցիները, եւ Քաղկեդոնի տիեզերաժողովը։ Դրա մասին մի քանի խոսք խոսենք, որտեղ էլի վայ ոնց թե մեզ գրեցին ուղղափառ եկեղեցի, ուրեմն մեզ տանում են Բարդուղեմյոսի տակել, չէ, Ալեքսի թեման անշուշտ շատ հետաքրքիր է, թեև օրեր առաջ, երբ այս թեման այսպես առաջնագծում էր, բազմաթիվ մասնագետներ, եկեղեցականներ փորձեցին հանրությանը տեղեկացնել, որ դա պարզապես կեղծ մանիպուլյացիաներ են, որոնք առաջ են քաշում եւ իշխանական թևից եւ հատկապես նաեւ այն հոգեվորականները, որոնք այսպես ասած խոտորյալ վիճակում են գտնվում եւ պատասխանները շատ հստակ էին։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին լինելով արևելյան ոչ քաղկեդոնական ուղղափառ առաքելական եկեղեցիների ընտանիքի անդամ, չընդունելով ամբողջ միջնադարում քաղկեդոնական այդ պարտադրանքը եւ իր ինքնուրույնությունը, իր անկախությունը պահելով դավանական եւ փաստացի կառավարման համակարգերով հանդերձ, այնուամենայնիվ չի դադարել երբևէ իր դավանանքի ուղղափառությունը ունենալու իրավունքից եւ այդ իրավունքից օգտվելու հնարավորությունը մարդկանց ցույց տալու քիչ հնարավորություններից մեկը այդ բարի կիրառումն է։ Անշուշտ մեր եկեղեցու անվանում միջնադարում եւ հայ առաքելական, հայոց եկեղեցի, հայ եկեղեցի տարբեր անվանումներ կհանդիպենք միջնադարում պատմագրության մեջ, դավանական թղթերում, կանոնական գրքերի տիտղոսաթերթերում, տարբեր եկեղեցականների բացատրությունների մեջ, սակայն մենք մոռանում ենք, որ մեր Սուրբ եկեղեցին նաեւ ընդհանրական եկեղեցու մաս է համարվում, չընդունելով Քաղկեդոնի տիեզերական ժողովը, մենք Ընդհանրական է բացատրենք, որ դա կաթողիկ է։ Այո, մենք մեզ չենք կտրված համարում, թեև մենք մեր եկեղեցին բացառիկ է նրանով, որ ազգային եկեղեցի է, կարելի ասել մենք չենք կարող երկրորդը ցույց տալ, որ
այսքան ազգային լինի, իր պահպանի իր հոգեփրկչական տերունավանդ առաքելությունը, բայց համահավասար նաև զբաղվի եւ իրականացնի ազգապահպան առաքելություն եւ դա դարեր շարունակ առ այսօր։ Այնուամենայնիվ մեր եկեղեցին ընդհանրական Քրիստոսի ընդհանրական եկեղեցու լիարժեք մասն է եղել եւ է անկախ մեր դավանական եւ կառավարման համակարգերի տարբերություններից եւ սա մեզ չի զրկում Քրիստոսի եկեղեցու տրված որևէ բնորոշիչից։ Ասենք մենք սուրբ, ընդհանրական, ուղղափառ, առաքելական բառերը կարող ենք գործածել միասին, կարող ենք գործածել առանձին եւ որևէ եկեղեցի չի կարող մեզ մեղադրել որևէ հատկանիշ, բնորոշիչ յուրացնելու մեջ, այդ թվում նաև Հայաստանում որևէ մեր եկեղեցու զավակ։ Դա պարզ դա այդտեղ որևէ դավանական զիջում ենթակայություն այլ եկեղեցիների կլինի ուղղափառ քաղկեդոնական եկեղեցի, կլինի արևմտյան կաթոլիկ եկեղեցի, բացարձակապես չկա։ Հայոց եկեղեցու դավանանքը եւ կառավարումը խիստ ինքնուրույն է, անկախ է եւ դա եղել է մեր դարեր շարունակ մեր պայքարի հիմնական առանցքը։ Հենց օտարների նպատակը հայ ժողովրդին սպիտակ ջարդի ենթարկելու ու ձուլելու իրենք լավ են հասկացել ինչը պիտի իրենցով անեն, այսպես ասած, եւ այդ անելու կարևորագույն առանցքներից մեկը եղել է դավանական զիջումներ կորզելը։ Հայ եկեղեցին դարեր շարունակ պայքարել է քաղկեդոնական արևմուտքի եւ քաղկեդոնական արևելքի հետ եւ այսօր իր դավանանքը պահել է անաղարտ եւ ոչ միայն դավանանք, այլ նաեւ կառավարման համակարգը հայոց կաթողիկոսը երբևէ ենթակա չի եղել որևէ նվիրապետի, որևէ եպիսկոպոսական աթոռի, ոչ միջնադարում, ոչ այսօր։ Եվ ուղղափառ բարի կիրառությունը շահարկելով, դիտավորյալ, նենգափոխելով չենք կարող ասել, որ այդտեղ կա դավանական զիջում։ Դավանական զիջումները եկեղեցու անունի իր իրավունքով գործածության մեջ չէ։ Դավանական զիջումները դրանք փաստաթղթեր են ստորագրված այս կամ այն իրավասու մարմնի կողմից, անձի կամ ժողովական մարմնի կողմից, որտեղ հստակ սևով սպիտակի վրա պիտի գրված լինի, թե դու ինչ ես զիջում։ Այդպիսի ոչ մի փաստաթուղթ ոչ անցյալում, ոչ այսօր պաշտոնական տեքստով գոյություն չունի։ Իսկ հայոց եկեղեցու կառավարման մեջ այն իշխանությունը, որ ունի ամենայն հայոց կաթողիկոսը, դա չի զիջվել, չել զիջվելու երբևէ որևէ ընդհանրական եկեղեցու առաջնորդի, հայրապետի, նվիրապետի։ Տեր այլ մի հարցի էլ անդրադառնամ եւ գնանք դեպի զրույցի ամփոփում։ Այս ընդհանուր ցեղարձակման քաղաքականության մեջ տարբեր ուրեմն մարդիկ վերջերս սկսում են մեղադրել կամ սկսել են մեղադրել, թե եկեղեցին քոռուպուչ հազաներողություն, քոռուպուչ է անում մեր ազգային հարստությունը, պատմական մշակութային արժեքները, որոնք պահվում են մայրօթեռում եւ մասնավորապես խոսքը գնում է Գեղարդի մի փոքր հատվածի մասին, որ տեսեք, տարավ, նվիրեց, բատեղ ինչ ենք ստացել։ Հիմա ինչքան էլ ուզում ես բացատրես, որ գիտեք, մասունքների փոխանակումը եկեղեցիներում դա ընդունված կարգ է, որ վերջ-վերջում տարբերություններով հանդերձ միասնական քրիստոնյա եկեղեցիներ են, բայց ականջ որ չունես կամ եթե ականջդ այլ տեղից են լցոնում, իհարկե բանականությունը չի գործում։ Ամեն դեպքում ուղղակի մեր հեռուստադիտողներին ներկայացնենք, թե վեհափառ հայրապետի Գարեգին բեն, վեհափառ հայրապետի օրոք, օրինակ, ինչ նվիրատվություն ենք մենք ստացել եւ որն է այդ նվիրատվությունների փոխանակումների խորհուրդը։ Նախ առաջինը անդրադառնանք, որ հայոց եկեղեցին հանդիսանում է մեր բոլոր սրբությունների ձեռքբերողը, պահպանողը եւ հաջորդ սերունդներին փոխանցողը։ Հայոց եկեղեցում այդ սրբությունների նկատմամբ
երկյուղած վերաբերմունքը դարերի խորքից եկող եւ այսօր եւս այդ կերպ վարվելու շատ կարևոր հատկանիշներից մեկն է։ Ինչ վերաբերում է եկեղեցիների միջև սրբությունների, մասունքների փոխանակմանը, դա նույնպես վաղ եկեղեցուց սկսած ընդունված կարգ է։ Մենք օրինակ շատ հստակ գիտենք, որ երբ Գրիգոր Լուսավորիչը գնաց Կեսարիա ձեռնադրվելու, Կեսարիայից իրեն այսպես նվիրեցին Սուրբ Հովհաննես Մկրտչի եւ Աթանագինե Սուրբ Աթանագինեսի մասունքները, բայց քաղաքը դեմ էր։ Քաղաքի ժողովուրդը դեմ էր, որ Կեսարիայի աթոռի եպիսկոպոսը այդ մասունքները նվիրաբերեր հայոց նոր ձեռնադրված կաթողիկոսին եւ դրա համար իրեն հորդորում են, որ գիշերով ճանապարհ ելնեն, որպեսզի քաղաքացիները չխոչընդոտեն այդ մասունքների տրամադրումը։ Եվ անշուշտ Ագաթանգերոսը նկարագրում է, թե ինչպես բերեցին, որտեղ ամփոփեցին, որտեղ եկեղեցի կառուցվեց այդ մասունքները, եւ ամբողջ միջնադարում մենք բազմաթիվ վկայություններ ունենք։ Մեկն էլ կարող եմ հիշեցնել, շատ հայտնի դեպք, երբ Սիմեոն Երևանցի կաթողիկոսը Եկատերինա կայսրուն նվիրաբերել էր Նոյան Տապանի մասունքից մի փոքրիկ հատված, այդ փոքրիկ հատվածը այսօր ցուցադրվում է Ռուսաստանում, իսկ ամբողջական հատվածը Մայրաթոր Սուրբ Էջմիածնի թանգարաններում։ Իսկ ինչ վերաբերում է Վեհափար Հայրապետի Գարեգին II-ի օրոք ստացված եւ նվիրաբերված մասունքներին, վերջերս առիթ եղավ եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի թանգարանները, այսպես ասած, հաղորդագրության տեսքով ներկայացրեցին, թե Վեհափար Հայրապետի գահակալության ընթացքում որքան մասունքներ են ստացել։ Նրանց թիվը բավականին զգալի էր, ամբողջ պատմության ընթացքին, եթե համեմատում ենք այս 20 քանի տարիների գահակալության ընթացքին, բավականին լուրջ տոկոսային հարաբերությամբ մասունքների ստացում էր։ Ես մեկը կարող եմ հիշել, վերջերս Մայրաթոր Սուրբ Էջմիածին էր այցելել գերմանացի պատմաբան ցեղասպանագետ Միքայել Հեսեմանը, որը իր հետ Մայրաթոր Սուրբ Էջմիածին նվեր էր բերել մեր լուսավորիչ առաքյալների, այսպես ասենք, Սուրբ Բարթողմեոսի կնիկված հավաստագրով մասունքը, որը նվիրաբերվեց Մայրաթոր Սուրբ, այսինքն նվիրաբերվեց Վեհափար Հայրապետին եւ Վեհափար Հայրապետի ցուցումով համալրեց Մայրաթոր Սուրբ Էջմիածնում պահվող սրբությունների շարքը։ Անշուշտ սրբությունների մասունքների փոխանակությունը նույնպես ներեկեղեցական խնդիր է եւ որևէ եկեղեցու իշխանությունից դուրս որևէ մեկը իրավունք չունի միջամտելու այս գործընթացներին եւս։ Անշուշտ հասկանում ենք, որ կան ազգային սրբություններ, համաքրիստոնեական սրբություններ, բայց այդ ժառանգությունը ուղղակիորեն գտնվում է եկեղեցու իշխանության, պահպանության եւ տնօրինության ներքո։ Գիտենք, որ տարիներ առաջ մենք ստացանք նշանավոր մասունքարանների այսպես պահապան տուփը, Սկևրայի մասնատուփը, որը նույնքան հայտնի է իր հրաշագործություններով, որպես այսպես մասունք, եւ որը հարկ եղած դեպքում դուրս է բերվում, որպեսզի հավատացյալները նաև հաղորդակից լինեն այդ մասունքներին եւ սրբություններին։ Եվ ահա այս միջեկեղեցական երկխոսության եղբայրական մթնոլորտում եկեղեցու պետերը, եկեղեցիները հաճախ է, որ օգտվում են իրենց իշխանությունից, առանձնահատուկ իրենց կարգավիճակից եւ կարողանում են եկեղեցիներին հաղորդակից դարձնել մեկը մյուսի սրբություններին եւ որպեսզի նաև այլ ժողովուրդներ, այլ պետության բնակիչներ կարողանան հաղորդակից լինել եւ օրհնություն ու շնորհ ստանալ այդ մասունքներից։ Եվ վերջապես վերջին հարցը։ Որոշ իշխանական падգամավորներ, օրինակ ոգևորության պահին ասում են, երբեք որևէ իշխանություն այսքան գումար չի ծախսել եկեղեցաշինության վրա, խոսում են 1.2 միլիարդի մասին, որ համեմատենք 3 միլիարդ պարգևատրության հետ իհարկե ոչինչ է, բայց դրա մասին են խոսում։ Ինձ հետաքրքիր, մոտավորապես դուք կարող եք նշել, թե Մայրաթորը իր ասլով նկատի ունեմ նաև մասնավոր նվիրատուների միջոցով ինչքան գումար է ծախսում եկեղեցաշինության եւ պատմական եկեղեցիների պահպանման, վերակառուցման, վերականգնման վրա։ Գումարի չափ
չեմ կարող նշել, որովհետև չեմ տիրապետում այդ տեղեկությանը, բայց մենք գիտենք, որ վերջին 3 տասնամյակներում զգալի թվով հարյուրների հասնող եկեղեցիներ են կառուցվել, նորոգվել, հիմնանորոգվել, չենք հաշվում այդ եկեղեցիներին կից կառույցները։ Եվ այն ինչ որ պետությունը ծախսում է, դա նույնպես պետական բյուջեով հատկացված ծախսեր են եւ իրենց պահպանության եւ համատեղ մայրաթորի եւ պետության պահպանության ներքո գտնվող շատ եկեղեցիներ կան, որոնց վերաբերյալ այսպես միայնակ խնամքը տանում է մայրաթորը, թեթևացնելով պետության գործը։ Այս իմաստով մենք Մայրաթոր Սուրբ Էջմիածինը ոչ միայն եկեղեցաշինությամբ զբաղվում են նոր եկեղեցիներ կառուցելով, վերանորոգելով, այլ նաև այն եկեղեցիները, որոնք գտնվում են պետական պահպանության ներքո եւ հանձնված են Մայրաթոր Սուրբ Էջմիածնին, միայնակ է իրականացնում հաճախ այդ կառույցների պահպանությունը, որոնք իսկապես զգալի ծախսեր են պահանջում, բայց Մայրաթորը բարեբախտաբար կարողանում է հայթայթել այդ գումարները եւ իրենց նպատակին ծառայեցնել, երկարացնել այդ ազգային եւ ազգային հարստություն համարվող հուշարձանները եւ Աստծո տունը։ Այս կերպ նաեւ որոշակիորեն թեթևացնելով պետության բեռը, այն բեռը, որ պետական բյուջեով սահմանված է եւ նրանք պարտավորված են ուղղակի կատարելու իրենց առաջնահերթ պարտականությունների մեջ նաեւ ներառելով այդ հուշարձանների խնամքը։ Այս իմաստով անշուշտ ինչպես նշեցի, չափը չեմ տիրապետում գումարի չափին, բայց դրանք բավականին հսկա մեծ գումարներ են կազմում, անշուշտ շինարարությունը ընդհանրապես թանկ հաճույք է, իսկ հին հուշարձանները վերանորոգելը կրկնել ավելի։ Լավ Տեր հայր, երկրից վրային ունի սկիզբ, ունի նաև վերջ։ Մեր հաղորդումը մոտեցավ ավարտին, եւս մեկ անգամ ձեզ շնորհակալություն եմ հայտնում, որ ընդունեցիք մեր հրավերը։ Սիրելի հայրենակիցներ, մենք Մայրաթորի Մատենադարանի եւ հրատարակչության տնօրեն Արադ Քահանա Պողոսյանի հետ քննարկեցինք եկեղեցու ինքնավարության, իշխանություն, եկեղեցի, պետություն, եկեղեցի հարաբերությունների եւ եկեղեցու ազգապահպան գործունեության մասին։ Մինչեւ ավարտելը մեր ապօրինի բռնադատված հոգեորականներին մաղթենք վայրկյան առաջ դուրս գալ զնդաններից, իսկ մինչ այդ պահ մաղթենք տոկունություն Մայրաթորին, միաբաններին եւ Վեհափառ Հայրապետին մաղթենք ուժ, տոկունություն եւ ամենայն բարիք։ Ամեն։ Եվս մեկ անգամ շնորհակալություն, կհանդիպենք 2 շաբաթ հետո։